Աստղիկն եմ, ու այսօր մենք կպատրաստենք օրիգամի տեխնիկայով այսպիսի գեղեցիկ տուփ։ Անհրաժեշտ պարագաները. թուղթ, ցանկալի է 2 երանգի, մկրատ, կարիճ, ինչ-որ մի հարմարանք կամ փայտ կամ կանոն, որով դուք կարողանաք ծալքերը հստակեցնել և ժապավեն։ Ես ընտրել եմ այսպիսի հետաքրքիր նախշերով թուղթ և որպեսզի այն երևա, մենք պետք է սկսենք այս կողմից։ Սկսում ենք երկու կողմի ծայրերից, պետք է ստանանք ուղղանկյուն։ Քանի որ այս թուղթը բավականին հաստ է, դրա համար անհրաժեշտ է այս հարմարանքը։ Այնուհետև բացում ենք և մյուս կողմից ենք անում։ Կարելի է ասել, ընդգծում ենք թղթի կենտրոնը։ Այնուհետև բացում ենք և բոլոր անկյուններից պետք է մոտեցնենք կենտրոնին։ Եվ վրայից անցնում ենք մեր փայտիկով։ Կրկնում ենք բոլոր 4 կողմերից։ Այնուհետև այս երկու ծայրերը բերում ենք կենտրոնին։ Կենտրոնը արդեն նշել ենք և թուղթը անընդհատ հաստանում է և ավելի դժվար է լինում նրան ծալելը, ուշադիր եղեք դրա վրա, բայց ցանկալի է հաստ թուղթ օգտագործել, որպեսզի ավելի գեղեցիկ արդյունք ստացվի։ Բացում ենք և մենք գործողությունը կատարում ենք այս հատվածից։ Այնուհետև բացում ենք մեր ամբողջ այսքան ծալածը։ Այստեղ մենք տեսնում ենք, որ կան ծալքերը, պարզապես ցուցամատով փոքր-ինչ հրում ենք այն ներս, բռնում ենք, սա ծալում ենք դեպի ներս, և մատներով մենք գործողությունը կատարում ենք այդ կողմից։ Կարող եք նրա ներսի հատվածներում սոսին կսել, որպեսզի նա ավելի ամուր լինի, բայց ինձ այսպես չի խանգարում, ես նրան այսպես կթողնեմ։ Նույն գործողությունը կատարում ենք այս նույն թղթի հետ։
Հետո մենք ցանկանում ենք զարդարել մեր այս վերևի հատվածը, որպեսզի այն ավելի գեղեցիկ լինի։ Դրա համար մենք ես պատրաստել եմ գույնով համապատասխանող թուղթ։ Վերցնում ենք մեր ժապավենը։ Ես ստեպլերը։ Իհարկե այս գործողությունը կարելի է անել նաև տարբեր սոսումներով։ Սեք ներսից մնում է, ու այստեղից էլ մնում, որպեսզի սա չերևա, մենք ծալում ենք այս թուղթը, իրեն հավասար, իր հետ գալիս է նաև սա, ու այդ կարիճի հատվածը լրիվ անհետանում է, որպեսզի գեղեցիկ լինի արեք նաև այս ծալքերը։ Եվ կապում ենք բանտ։ Սովորական բանտը, որ գրեթե բոլորը գիտեն։ Այ մեր տուփը պատրաստ է։ Այսօր սկան։